Բարգավաճ Հայաստանը պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած առաջարկը դա մեկ, երկրորդ անդրադառնալով ընտրությունների օրվան մենք կողմ ենք իրավական գործընթացներին եւ պաշտպանելու ենք այն վեճը սահմանադրագետների, որի արդյունքում կգան հստակ եզրակացության, սակայն երբ որ փորձ է արվում խնդիրը տեղափոխել էմոցիոնալ դաշտ ապրիլի 2, ես ուզում եմ հակառակ կողմից մոտենալ խնդրին, իսկ միգուցե ապրիլի 2-ին, եթե մեզ հաջողվի անցկացնել համախմբելով բոլոր ընդդիմադիր ուժերի կամքը, ներուժը, իսկապես ազատ եւ արդար ընտրություն, որպեսզի ձևավորվի այնպիսի իշխանություն, որը զինվորի հացը չի լափի, որը զինվորի փամփուշտի փողը չի գողանա, որի արդյունքում այո, եղան նաև այդ զոհերը։ Չեք կարծում արդյոք, որ դա կլինի ամենամեծ հարգանքի տուրքը ապրիլի 2-ին զոհված մեր երեխաների հիշատակի առջև։ Իսկ միգուցե ես էլ մտավախություն ունեմ, որ իշխանությունը